Այս կոմենտը կարդացեք, այս կոյունը գրում է Արտուր Օսիպյանի մասին, այ դուք գալիս եք ասում եք ինչ է ինքը արել, թող մնար իրա իչքան հոլովակներ եմ տեսնում, թող մնար իրա Արցախում ինչ է արել, այ տեսեք ինչ է արել, կոնկրետ ինքը, իրան անգամ թուրքերն են ճանաչում ժողովուրդ, իսկ դուք չեք ճանաչում, գրում է, որ երբ որ ակնան, իրանք ասում են ակդամ, փակել էին ճանապարհը, բլոկադա էին արել, հիշում եք, երբ որ Ռուսաստանն ու Ադրբեջանը բլոկադա էին արել 9 ամիս Արցախը, ու Հայաստան ու Ֆրանսիան գումանիտարնի պոմощ ուղարկեց, չթողեցին մտնի, բայց իրանք ակնայի կողմից ասեցին մենք կուղարկենք մերը, պարզա որ սաղ թույնավոր եսի ինչեր էին անելու մարդկանց սպանելու համար, բայց ասեցին մենք տեղից կբերենք գումանիտարնի պոմощ արցախցիների համար ու այդ վաղտ ակտիվիստները գնացին ու ճանապարհները փակեցին, հիշում եք, որ մենք էլ ստեղից ասում ենք փակեք, չթողեք ընդեղից մտնեն, այդ Տրայանսկի կոնյա, դրանք սաղ զինվորներով կգան, կսկսեն կոտորել ժողովրդին, հիշում եք այդ պահը, այ ակտիվիստներ էին գնացել, կանգնել էին դրանց առաջը, հիշում եք, իրանց ֆուրերը այդտեղ կանգնած էր, իրանց վայենիները այդտեղ կանգնած էին, ռուս վայենիները այդտեղ կանգնած էին, այ իրանց մոտ այսենց Արտուրներն են գնացել, Արտուրը, Տիգրան Պետրոսյանը գնացել են ու չեն թողել որ մտնի, ամեն հարցում իրանք այսենց եղել են, ամեն հարցում Արտուրը եղել առաջի շարքերում, ու ասում եմ ինքը Նիկոլի հետևորդն էր, ինքը Նիկոլի հեղափոխությունին հավատալով իրանց մոտ էր անում, մեր մոտ Նիկոլն էր, Արցախում Արտուրն էր, դրա համար էլ ինքը չի հասկանում, ինչի տենց եղավ, ինչի իրանց պատժերժկա չեղավ, երբ որ մենք Հայաստանում արեցինք հեղափոխությունը, իրանք էլ էին անում իրանց մոտ, ինչի մեր մոտից մենք չօգնեցինք, ժողովուրդ, դեք պատասխանեք այդ հարցին, օրինակ ես այդ օրերին ամեն օր Արտուրի պոստերը դնում էի իմ Արարատ էջում ու ասում էի ժողովուրդ, մենք արեցինք, բա իրանք էլ են անում, իրանց բա ոնց պետք է անենք, չօգնենք իրանց, բա Արցախի հարցը հետո ավելի բարդ է լինելու, հիմա օգնենք այդ թալանիչներից պրծնեն, ռուսներից պրծնենք, հարցը լուծվի, ինքը այդ ուղղությամբ էր տանում, թալանիչների դեմ էր պայքարում ու ռուսների ազդեցության դեմ էր պայքարում ու մենք չօգնեցինք, մենք Հայաստանից իրանց չօգնեցինք, իսկ հիմա ասում եք, ինչի ես թողել գնացել, ինքը պատերազմին մասնակցել է, դուք ասում եք, ինչի ես թողել եկել, ինքը մենակով մնար, հա, որ ինքը պայքարող է, ուրեմն ինքը սենց թողեր մնար Արցախում, հա, կամ ժողովուրդ, ոնց կարելի է, չեմ էլ ուզում արդեն այնքան տրամադրություն չունեմ, այնքան է տրամադրությունս ընկել, երեկվանից որ սենց նայում եմ ու ձեր պահվածքն եմ տեսնում, ժողովուրդ, ամենաշատը էս չեմ մտածում, գիտեք, իրանք Նիկոլը ու Արտուրը իրար դեմ դուրս եկան, որտեվ երկուսն էլ շատ ուժեղ մարդիկ են, երկուսն էլ հեղափոխություն են անում, արել, Արտուրը նույն Նիկոլն է այնտեղ ու իրանք այս հարցում իրար դեմ դուրս եկան, բայց իրանք շատ իրար նման են ու շատ հնարավոր է իրանք հետագայում իրար հետ գործակցեն ու ես շատ դա կուզենամ, ժողովուրդ, բայց ես ձեր ռեակցիայից եմ, չեք պատկերացնում ինչ ահավոր տրամադրություն ունեմ երեկվանից ձեր պահվածքից, որ դուք այսենց հարձակվում եք իրա վրա, ինչա որ ինքը ռուսների դեմ է միշտ խոսացել, դրա համար բոլոր քոչարանականները ու Արցախի մեծամասնությունը, քանի որ ռուսամետ են եղել միշտ, իրանք ուրախացել են, ինչքան են հիմա իրանք ուրախացել, որտեվ իրանք այսքան ժամանակ Արտուրի դեմ կռվում էին, ու հիմա ուրախացել են, ասում են դե այտես ինչ լավ է, որ քո Նիկոլը, դու Նիկոլին պաշտպանում ես, հիմա քեզ Նիկոլը սենց անում, այս շատ լավ է, ռուսներն են ընդեղից ուրախացել, որ իրանց դիմացի, իրանց դեմ կռվողն է հիմա այս վիճակում, ու ժողովուրդ դուք էլ Նիկոլի սատարողներն եք, իրա մասին ինչեր եք գրում, ինչեր եք ասում, այդ ինչ հոլովակներ եք անում, նայում եմ, ուղղակի լացս գալիս է, որ տեսնում եմ այն մարդը, որ պայքարող է ու պայքարել է, ու մեր մտածելակերպը ունի, մեր իդեալոգիան ունի, թալանիչների դեմ է պայքարել, ու
Իրանք քանի անգամ են Արցախում բռնել այդ թալանիչները, թալանիչների դեմա դուրս եկե, պատկերացնում եք ինչքան թալանիչ է իրան այդ ժամանակ տարել իրանց участокները, ինչեր են գլխներին արել։ Այդ իր ընտանիքը, որ այսքան ժամանակ դիմացել է, որ իրանց Արտուրը այսքան պայքարում է, ու հիմա դուք իրան ինչ ասես ասում եք։ Իմ էջում եկել է մի մարդ, նայում եմ իր էջը, ոչ մի բան չկա, մի հատ նկար ունի, որ իրանք նստած քեֆ են անում, ուտում խմում են, ու ոչ մի բան չկա գրած։ Իսկ Արտուրի էջը, որ նայում եք, ամբողջ օրը շատ սուր թեմաներ է բարձրացնում ու այս ազիկներին պատերով է տալիս, այս կողմ այն կողմ շպրտում է, շատ ժոստկի կոպիտ խոսքերով դրանց ձեռը առնում, ամեն ինչ երեսներին ասում է, ու ինքը շատ գրագետ է, ինքը թվերով ամեն ինչով, ստատիստիկայով երեսներին է տալիս, ամեն ինչը 300-500 կոմենտ միանգամից հավաքվում է, որտեվ այդ ազիկները բորբոքվում են, սկսում են արձակվել, վատ բաներ գրել։ Ինքը այդ մարդն է, որ համ իրական կյանքում է դուրս գալիս իրանց դեմ, կանգնում իրանց ֆուրերի, իրանց վայենիների, ու ինտերնետով է իրանց ամեն ինչ գրում։ Իսկ դուք գալիս եք ասում եք, ինչ ես դու արել, դու մեկը գրելա դու Ալիևի ունենց կեղտոտ բառերով ա գրել, չեմ էլ կարա այդ բառերը կրկնեմ, բայց գրելա դու Ալիևի էսենց հեսանում, անենց հեսանում, իրա Ալիևի էսեն, ու այն մարդուն, որը իրա ամբողջ կյանքով առանց իրան ու առանց իրա ընտանիքին խնայելու դուրս ա գալիս իրանց դեմ ու պայքարում ա, ու այն մարդը, որ ընդամենը նկար ա դրել իրա քեֆերից ու Արտուրի նման մարդուն ասում է, ժողովուրդ, սենց որ նայում եմ, ուղակի այնքան անտրամադիր եմ, առավոտվանից վեր եմ կացել, ոչ մի բանի հավես չունեմ, նենց տրամադրությունս ընկել է հենց այս բանից։ Էդ էլ հələ քիչ էր, մտա տեսա ազերագրուզինները հոլովակ են իմ մոտից հանել, ամեն օր մի հատ հոլովակ են հանում, նենց որ հիմա էջս որ փակվի չզարմանաք, սենց են անում, որ էջերս հա փոխում եմ, էջից էջ եմ գնում։ Ախր այդ հոլովակն է, ոչ մի բան չեմ ասել, այն հոլովակն է, որ ես իրանց տրոլինգ եմ արել, քանի որ իրանք են ինձ տրոլինգ անում, գալիս է այդ վրացին ամեն իմ հոլովակի վրա գրում է գեղեցիկ կին Ադրբեջանից, ու դրա վրա ես իրան ձեռ եմ առել, ասել եմ այդ ինչ ես տենց բան ասում, հիմա ադրբեջանցիները ինֆարկտ կստանան, դու ինձ ադրբեջանցի ես համարում, Հեսա ինֆարկտ կստանան դրա վրա, ու այդա հանել են, դա ժալոբա են տվել ու այդ հոլովակը հանել են։ Դե որ հանում են, էջիս վրա շտրաֆ ա գալի, իմ էջի վրա շտրաֆ գալի, ես արդեն շուտվանից ասել եմ, իմ աղջկա էջով եմ գրում, իմ ամուսնու էջով եմ գրում, իմ էջերը արդեն նավսիգդա բլոկերի մեջ են, ու այդքանից բանից հետո այս հասարակ տրոլինգը հանել են տվել։ Ժողովուրդ, ձեր պահվածքը փոխեք, դուք մեզ կկոտորեք, էսենց, ինչա որ Նիկոլին բան ասում, դուք Նիկոլին պաշտպանելով այտենց մարդուն կպնում եք, ու մենք երբեք ոչ մի բանի չենք հասնի, երբ որ դուք չեք նայում մարդու արածը, մարդու աշխատանքը, մարդու իդեալոգիան, մարդու մտքերը, դուք պրոստը ասում եք Նիկոլին մենք հավանում ենք, Նիկոլին մենք սիրում ենք, էլ իրան ասող ոչ մի բան իրավունք չունեք ասելու։ Ինչի իրավունք չունի, ժողովուրդ, ես էլ եմ հարց տալիս, երբ որ մենք հեղափոխություն արեցինք, ես բոլոր օրերին մասնակցեցի առավոտվանից, ու մենք հասանք մեր ուզածին, թալանիչներին հանեցինք, բա ինչի չշարունակեցինք դա Արցախում, ինչի Արցախում կանգնեցինք, երբ որ Արտուրը պայքարում էր, երբ որ Արտուրի նման մարդիկ ցույցեր էին անում ու ոնց որ Նիկոլն էր պայքարում, իրանք մարդիկ էին հավաքում իրանց շուրջ, ինչի մենք ոչ մի բանով չօգնեցինք, ինչի ինքը այդ հարցը իրավունք չունի տա, հիմա ես եմ ձեզ տալիս, մենք արեցինք այդ հեղափոխությունը, բա ինչի մենք Արցախի ժողովրդին չօգնեցինք, հիմա ամեն ինչում դուք մեղադրում եք արցախցիներին, Արցախցին պայքարելա հենա ասում է դուրս ա եկել, հələ ինչ խոսք է Արտուրին ասում էսի, ու ասում է այս Ազիկը պատասխանում է հային, ու ասում է տես Արտուրը ինչ է արել, իսկ մենք ինչի չօգնեցինք, դե դուք հիմա ինձ պատասխանեք, հիմա Արտուրը Նիկոլին չի հարցնում, ես ձեզ եմ հարցնում, դուք ոնց չեք ընդունում են պահը, որ մենք պետքա հարցեր բարձրացնենք ու մենք պետքա այդ հարցերի պատասխանները մենք գտնենք, մենք տանք։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, մենք ինչի չօգնեցինք Արտուրին ու իր ընկերներին հեղափոխությունը շարունակեն Արցախում, բոլորս, մենք, այն մարդիկ, որ մենք արեցինք հեղափոխություն, այն մարդիկ, որ մեզ սատարեցին,
որ մենք արեցինք հեղափոխություն։ Կային մարդիկ դուրս չէին գալի փողոց, բայց մեզ գրում էին ապրեք, մենք ձեր հետ ենք։ Դե հարցից